Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առնչվող դիզվառելիքի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց դատավարական կողմերի նիստին չներկայանալու պատճառով։ Մինչ դատական նիստը լրագրողները Սարգսյանից հետաքրքրվեցին, հարցազրույց տալուց առաջ մտածում էր, որ զրույցն այդքան մեծ արձագանք կունենա, հաշվի առնելով հարցազրույցի հաջորդ օրվա վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանի եւ մյուս ԿՊԱ-կանների ակտիվ արձագանքը։ Սերժ Սարգսյանն ասաց դեռ չի հասցրել ծանոթանալ այդ արձագանքին, կծանոթանա, կխոսի։ Լրագրողի դիտարկմանը, թե 2019-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր բանակցային թուղթ չկա, հիմա ասում է չնեղվեք, սքանավորելու է հրապարակի, Սերժ Սարգսյանն այսպես արձագանքեց։ Կարևորը այդ չի, կարևորը այն է, որ կարողացանք կորզել գոնե խոստում բանակցային փաստաթղթերը հրապարակելու։ Տեսնենք։ Երրորդ նախագահը նշել է նաև, որ պետք է ծանոթանա օրեր առաջ իր տված հարցազրույցի արձագանքներին, այնուհետև սկսի դրանց պատասխանել։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԿՊԱ-կան Սարգիս Խանդանյանը հաստատել է, որ այսպես կոչված անկլավների հարցն առկա է։ Ըստ նրա, եթե որևէ սցենարով որոշվի, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է փոխանակվեն տարածքներով, այդ հարցը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն չի կարող տեղի ունենալ առանց հանրաքվեի։ Խանդանյանը շեշտել է, որ այս հարցը պետք է արձանագրվի սահմանազատման գործընթացի շրջանակում, որից հետո կողմերը կորոշեն թեմային ինչպես անդրադառնան։ Այս փուլում փոխանակման հարցը այս փուլում չի կարող լինել, որովհետև նախ պետք է անկլավները սահմանազատվեն, թե երբ կսահմանազատվեն, դա հայտնի չէ, որովհետև սահմանազատման գործընթացը դեռ պիտի շարունակվի ու ինչ որ տրամաբանություն կա այդ սահմանազատման գործընթացում։ Հիմա բայց որ դուք անընդհատ հարցեր եք տալիս, ես չեմ կարողանում ամբողջ բովանդակությունը ներկայացնել ցես։ Սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի եւ սահմանազատման գործընթացի որևէ փուլում, ես չգիտեմ մեջտեղում, վերջում թե որ, պետք է նաեւ անդրադարձ կատարվի անկլավների հարցին։ Պետք է կնքվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի բոլոր արձանագրությունների հաստատումից հետո պետք է կնքվի պետական սահմանի մասին պայմանագիր Հայաստանի եւ այդ պայմանագիրը պետք է վավերացվի, պետք է տեղ ունենա սահմանագծման աշխատանքներ։ Հետո արդեն Հայաստան եւ Ադրբեջանը կորոշեն, թե ինչպես են անկլավների թեմային անդրադառնում։ ԿՊԱ-կան պատգամավորը նշեց, որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի բոլոր արձանագրությունների հաստատումից հետո պետք է կնքվի պետական սահմանի մասին պայմանագիր, որը պետք է նաեւ վավերացվի։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սահմանազատման եւ սահմանագծման արդյունքում Հայաստանը կվերադարձնի Արցախը եւ օկուպացիայի տակ գտնվող հայկական մյուս տարածքները։ Օրեր առաջ էլ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ Տավուշում, Տիգրանաշեն գյուղի եւ 3 անկլավների վերադարձը մնում է Բաքվի ուշադրության կենտրոնում։ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի նկատմամբ հերակավ վարույթ է հարուցվել, այս մասին տեղեկացնում են քննչական կոմիտեից, նշելով, որ նրա նկատմամբ խափանման միջոց են տրվել կալանքը եւ հայտարարվել հետախուզում։ ՔԿԻ-ից հաղորդում են, որ ավարտվել է իշխանությունը չարաշահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Հիմնավորվել է, որ 2021 թվականի մայիսի 12-ի լուսաբացին հակառակորդը օգտվելով Մարախլապատ եղանակի պատճառով առաջացած ցածր տեսանելիությունից Սև լճի տարածքում տեղակայված մարտական դիրքերի միջդիրքային տարածությունից հատել է ՀՀ պետական սահմանը շուրջ 3-ից 3.5 կիլոմետր խորությամբ, հայտնվելով յուրային դիրքերի թիկունքային հատվածում եւ զբաղեցրել նպաստավոր բարձունքներ, ասված է հայտարարությունում։ Արշակ Կարապետյանը, ով այդ օրերին զբաղեցնում էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի առաջին տեղակալի պաշտոնը, ՔԿԻ պնդմամբ մարտական դիրքերը թողնելու վերաբերյալ անհիմն բանավոր հրաման է տվել։ Մայիսի 16-ին յուրային ստորաբաժանումները դուրս են եկել մարտական դիրքերից, իսկ հակառակորդը 2021 թվականի մայիսի 17-ին դիրքավորվել է նշված մարտական դիրքերում, հրաժարվել է դուրս գալ ներխուժած հատվածներից ՀՀ ինքնիշխան տարածքից, վերահսկողության տակ վերցնելով տարածքի մի մասը, նշում է քննչական կոմիտեն։ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։ Իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ռազմական գույքի, տեխնիկայի կամ այլ խոշոր չափերի գույքի ոչնչացում կամ վնասում կամ մարտական առաջադրանքի կամ զորավարժության կամ այլ ռազմական միջոցառման խափանում կամ այլ ծանր հետևանք։ Նկատենք, որ Կարապետյանը հիշյալ դեպքերից հետո 2021 թվականի հուլիսի 20-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեց Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, իսկ նույն թվականի օգոստոսի 2-ին պաշտպանության նախարար։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի դստերը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում դատական իշխանության ներկայացուցչին մեղադրանք է ներկայացվել Հայաստանի
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով եւ 482-րդ հոդվածի առաջին մասով։ Նշենք, որ շուրջ 1 տարի առաջ մամուլում լուր տարածվեց, որ Նաիրա Գրիգորյանի օգնականը կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու մեղադրանքով։ 2024 թվականի նոյեմբերի սկզբին թերթերից մեկը գրեց, որ Նաիրա Գրիգորյանին իր օգնականի գործով կանչելու են հարցաքննության։ Նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ դատավորի լիազորությունները կասեցվել են։ Գյումրու ավականու այսօրվա նոյեմբերի 11-ին հերթական նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով ավականու 33 անդամներից ներկա էին 16-ը, մինչդեռ քվորումի համար պահանջվում է 17 ձայն։ Ընդդիմադիր քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն ամբողջ կազմով որոշել էր բոյկոտել նիստը, բացակայում են նաև Կոմունիստական կուսակցություն խմբակցության կալանավորված երկու անդամները քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ Տիգրան Ավագյանը։ Վերջինս ըստ տեղեկությունների մանդատից հրաժարվելու է եւ այն փոխանցելու է Կոմկուսի ցուցակի հաջորդ համարին, որպեսզի խմբակցությունն այսուհետ քվորում ապահովելու հարցում խնդիրներ չունենա։ Մյուս բացական անդամն մեր քաղաքը խմբակցության անդամ Նարեկ Միրզոյանն էր։ Ինչպես խմբակցության ղեկավարը տեղեկացրեց, նրա բացակայությունը պայմանավորված էր կնոջ առողջական խնդիրներով։ Նիստից առաջ Վարդան Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը ավականու անդամներին փոխանցեց Վարդան Ղուկասյանի ողջույնները, ասաց Ղուկասյանը խնդրում է, որ իր թիմակիցներն ամուր լինեն։ Ունի առողջական խնդիրներ, բայց իր մտահոգությունները միայն ու միայն կապված են Գյումրու ղեկավարման մեր երկրի ապագայի հետ, ասաց նա։ Պաշտպանը փոխանցեց, որ ԿԿՀ-ում, որտեղ պահվում է Ղուկասյանը, ընդհանրապես չկա բժիշկ, էլ չի խոսում էնդոկրինոլոգի մասին։ Նրա հիմանդություններն այնպիսին են, որ մշտադիտարկումն անհրաժեշտ է, որպեսզի կայունացնեն վիճակը, նշանակեն համապատասխան դեղորայք։ Պարոն Ղուկասյանի նկատմամբ տեղի է ունենում բացառիկ անմարդկային վերաբերմունք, որը քաղաքական դրդապատճառներով է։ Նոյեմբերի 6-ից սկսած բուժօգնության չտրամադրման բացառիկ մի դեպք ունենք, որը կարող է հանգեցնել մարդու առողջական վիճակի վատ թարացմանը, նշեց Փոստանջյանը, հավելելով նաև, որ խուցը, որտեղ պահվում է Վարդան Ղուկասյանը, չի համապատասխանում ստանդարտներին։ Հայաստանի Հանրապետություն Ղազախստանից 4-րդ կարգի 1000 տոննա ցորեն է ներկրվել, այս մասին նախորդին հայտնել է Ղազախստանի նախարարության գյուղատնտեսության նախարարությանը կից սննդի կորպորացիան գերության կառավարիչ Տոբիլբեկ Օմարովը։ Նա նշել է, որ 15 վագոնանոց գնացքը հաջողությամբ անցել է նոր երթուղով Ղազախստանից Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջով։ 4-րդ կարգի ցորենը փափուկ ցորեն է ցածր թխման հատկություններով, որն օգտագործվում է հիմնականում կերերի արտադրության համար որպես հավելանյութ հաց թխելիս, երբ խառնում են ավելի խոշոր ցորենի տեսակների հետ։ Մասնագետներից շատերն այս առասարակ անասնակեր են անվանում։ Գևորգ Պապոյանը արձագանքելով հանրային դժգոհության ալիքին պնդել է, որ 4-րդ կարգի ցորեն միշտ էլ ներկրվել է Հայաստան։ Հայաստան միշտ եկել է ու կգա եւ առաջին կարգի, եւ երկրորդ կարգի, եւ երրորդ կարգի, եւ 4-րդ կարգի ցորեն ավելին։ 4-րդ կարգի ցորեն Հայաստան եկել է ոչ միայն հիմա, ոչ միայն Սերժի, Ռոբի ու Լևոնի ժամանակ, այլև Դեմիրճյանի, Զարուբյանի, Քոչինյանի եւ իրենցից առաջ եղած մարդկանց ժամանակ, գրել է Պապոյանը։ Օկտատերերից մեկի մեկնաբանությանը պատասխանելով էլ Պապոյանը վստահեցրել է, որ պատրաստ է ուտել 4-րդ կարգի ցորենով թխված հացը։ Այսօր նոյեմբերի 11-ին վրա երթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում ժամը 12:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Սարգիս Հնիրվարած Դավ Մակնիշի բեռնատարով աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում Երևան City-ի դիմաց հետնյոտնային անցման վրա երթի է ենթարկել հետիոտն Արագածոտնի մարզի բնակիչ 79-ամյա Սարիբեկ Հ-ին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամչյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապ օգնություն եւ օպերատիվորեն ժամանած աշտարակ բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը քաղաքացիների եւ պարեկների օգնությամբ տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, ում այնուհետև տեղափոխել են Երևան Արմենիա բժշկական կենտրոն։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։